Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտոնյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հուլիսի 15-ն է 2026 թվական։ ԱՄՆ սենատորները երեքշաբթի ներկայացրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի թարմացված տարբերակը, որը մամուլում արդեն ստացել է դժոխային անվանումը, որի նախաձեռնողը հանգուցյալ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհմն էր։ Թե հանրապետական, թե դեմոկրատական կուսակցությունների սենատորների աջակցությունը վայելող օրինագիծն ուղղված է ռուսաստանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների սահմանմանը և մաքսատուրքերի կիրառմանը Չինաստանի ու Հնդկաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի վերջիններս նվազեցնեն իրենց կախվածությունը Ռուսաստանից որպես էներգակիրների մատակարարի։ Այսինքն տեսնում եք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հետևողականորեն պատժամիջոցներն առաջ է տանում, դա բխում է նաև Դոնալդ Տրամփի վերջի վարքագծից, որ ինքը հասկանում է, որ վերջ, այլևս խոսքը գնում է, որ Ուկրաինային օգնել և Ուկրաինան հաղթանակ տանի և ազատի իր տարածքները և գործընկեր ճանաչել Ուկրաինային, և սա մի տարի էր շուրջ այս օրինագիծը այսպես շրջանառության մեջ էր քննարկում էին դնեն, հանեն և այլ, այդ նույնիսկ Լինդսի Գրեհմը, որը որ լավ բարեկամն էր Դոնալդ Տրամփի, նրա մահանալուց հետո անգամ ասում էին նրա պատվին պետք է շարունակել այդ գործը առաջ տանել, իհարկե եթե քաղաքական նպատակահարմարությունը չլիներ, չէին էլ անի, նշանակում է իրանք այդպես են պատկերացնում։ Հիմա նայենք ուկրաինական պատերազմի հետ կապված ինչ վիճակ է, որովհետև դրանով շատ ենք խոսել այն մասին, որ տեղի է ունեցել առաջի համաշխարհային պատերազմ, եղել է հաշտության փաստաթուղթ, Վերսալի համաձայնագիրը, արդյունքում ունեցել ենք ազգերի լիգա, արդյունքում ունեցել ենք բաժանված աշխարհի վերաբաժանում։ Եղել է երկրորդ համաշխարհային պատերազմ, դրանից հետո Պոտսդամի կոնֆերանսը, որից հետո եղել է Միավորված ազգերի կազմակերպություն, արդյունքում աշխարհը վերաբաժանվել է, հակահիտլերյան կոալիցիայի անդամները նստել են, բաժանել են աշխարհը, հաղթողներին սա, պարտվողներին էլ էս են պարտադրել։ Երրորդ համաշխարհային պատերազմ չի լինել Ռուսաստանի հետ կապված։ Այդ մասին խոսել ենք այս արդեն 5-րդ տարին, որովհետև որպեսզի դա վերաճի երրորդ համաշխարհային պատերազմի, ինչքան Ռուսաստանից ասում են, մյուս կողմը պետքա որևէ պետություն լիներ։ Այդ մյուս կողմը պետություն չկա Ռուսաստանի կողքը։ Նույնիսկ եթե կողքից օգնողներ կան Կորեայի նման, կամ կողքից օգնողներ կան Բելարուսի նման, անգամ նրանք պատերազմի մեջ ներքաշվող չեն, նաև իրենց քաշային կատեգորիան համեմատելու չի, որ իրանց միանալը որևէ մեկը ասեր երրորդ համաշխարհային պատերազմը, մի կողմից սրանք, մի կողմից նրանք, չկա այդպես բան։ Բայց այս պատերազմից հետո լինելու է բաժանված աշխարհի վերաբաժանում, անկախ նրանից, որ չի եղել համաշխարհային պատերազմ։ Իսկ ինչու բաժանված աշխարհի վերաբաժանում, որովհետև Ռուսաստանը ուներ իր քաշին ոչ համապատասխան բավական մեծ ազդեցություն Խորհրդային Միության շվաքի տակ, ստվերի տակ, և փաստորեն, եթե ինքը այս հարցում ցույց տվեց, որ ինքը աշխարհի երկրորդ բանակը չի, ցույց տվեց, որ ինքը չի կարողանում այդ պատերազմում հաջողություն ունենալ, ինքը ազդեցություն ու դիրք է կորցնում, իսկ իր ներկայացվածությունը այլևս վերանայելու պարագայում, բա իհարկե պետք է աշխարհը վերաբաժանվի։ Դրա համար հիմա նայենք, թե ինչ փուլում ենք և անցնենք առաջ։ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդի։ Ուկրաինայի զինված ուժերը Սևծովում խոցել է 20 նավ, այդ թվում 17 լցանավ։ Ուշադրություն, Ազովի ծովում տեսակ, թե ինչ արեցին ռուսական լցանավերի հետ, հիմա արդեն նաև Սևծովում։ Ազովի ծովում ստվերային նավատորմի 116 նավ ծովային մարտի առաջին փուլն ավարտված է, այսինքն 116 նավ Ազովի ծովում, առաջի փուլը ընդեղ ավարտված է, այսինքն նավ չեն տեսնում, որ նորից խփեն։ Հիմա Սևծովն է, խոցվել է 17 նավթային լցանավ, 2 գազատար լցանավ, 1 քարշակ։ Բրոդվին հայտարարել է, որ ռուսական ստվերային նավատորմի մաս կազմող փոքր և միջին հարթահատակ լցանավերի ոչնչացումը փաստացի անհնարին է դարձնում նավթի արտահանումը նավահանգիստներից
Վոլգադոնյան, Ջրանսկի և Ազովի ծովի միջոցով։ Այդ փոքր նավերը Սև ծովում նավթը բեռնաթափում են խոշոր լցանավերի վրա, որոնք մեծ ջրատարողության պատճառով չեն կարող մուտք գործել Ազովի ծովի նավթային տերմինալներ կամ նավահանգիստներ։ Ի դեպ, այս վերջի շրջանում տենց դիպուկ հարվածներ հասցնելու հետ կապված պարբերաբար Ուկրաինայից լայնորեն տարածվում է և գովաբանվում է անօդաչու համակարգերի ուժերի հրամանատարին, որի ազդականչը, այսպես ասած ածական անունը, եթե այդպես կարելի է ասել, դա Մադյարն է, Ուկրաինայի հերոս, և պարբերաբար ասում են, տեսակ Մադյարն ինչ արեց, տեսակ Մադյարը ինչ հարվածներ հասցրեց, տեսակ ինչ օրը գցեց։ Այսինքն, ինչու է սա այսպես։ Նախ որ գնահատում են փորձառու զինվորականի արածը շատ կարևոր է, շատ հաճելի է, բայց հարցը միայն դա չի։ Ով չի հասկանում, որ այդ անօդաչու թռչող համակարգերի հետ կապված նախագահի կյանք ա դրել դրա համար, որ կարողանար համոզել ֆինանսավորեին, օգնեին, տարբեր խնդիրներ լուծեին, արտադրություն դնեին, համառ ձևով կարողանար այդ գումարների հարցը լուծել, տեխնոլոգիաների հարցը լուծել, բոլորն էլ հասկանում են, որ դա առաջի դեմքի որոշելիք հարցն է։ Բայց երբ որ առաջինը ըստ արժանավուն գնահատում ես քո զինվորականներից մեկին, որը շատ լուրջ աշխատանք է կատարում, դա նաև պատիվ է բերում գերագույն գլխավոր հրամանատարին, եւ երկրորդ, երբ որ Պուտինն ասում էր, «Տո ով է Զելենսկին, որ ես իր այդ նստեմ բան քննարկեմ, այսինքն ինքը ինձ հավասար չի»։ Հիմա ինքն է խնդրում, որ Զելենսկին հետը նստի, Զելենսկին արդեն հարմար չի գտնում։ Հիմա էլ ուկրաինացիներն ինչ են ասում, ասում են, «Դու ով ես, որ քո հարցերը Պուտին լուծում է Մադյարը, Մադյարն է քեզ դաս տալիս, մենք չէ, մենք ինչ, մենք նախագահ ենք, Մադյարի հետ ես դու հիմա մարտի մեջ մտնում ու ձախողվում ու խայտարակ ելնում»։ Սա հատուկ նպատակային ցույց է տալիս Ռուսաստանի այդ անհաջողությունները, որը որ տեղի է ունենում այս ընթացքում։ Եվ պատահական չի, եւ նաեւ տեսեք, ակնհայտորեն Պուտինի գնալու հարցը պայմանավորված է։ Այն մարդիկ, ովքեր կմտածեն, դե լավ, դե ինչ գիտես, ուղիղ այնքան գիտեմ, որ 4 տարի առաջ ինչ գիտեի, ոչ մեկը չգիտեր։ Ուրեմն հավատացեք իմ վերլուծությանը, կյանքը ցույց կտա։ Պուտինի հարցը այլևս վճռված է, բայց Պուտինի հարցը միանձնյա չէր կարող որոշել Դոնալդ Տրամպը։ Չէր կարող։ Առանց իրա չէր լինի, բայց միայն իրանով էլ չէր լինի։ Կարող է որևէ մեկը այսօր մտածի Պուտինին տապալի արժևում էլ ընտրություններ, ընտրությունների միջոցով ժողովրդավարական ընտրություն լինի 25 տարվա դիկտատուրայից հետո, որից հետո այնպես լինի, որ նորմալ իշխանություն գա, հետը նորմալ աշխատեն։ Որևէ մեկը նման հեքիաթի չի հավատում։ Այսինքն դա ավելի շատ երկիրը կգցի ցնցումների մեջ, քան եթե Պուտինի մերձավորագույն շրջապատից մեկի հետ, որը որոշակի ստվերային լիազորություն ունի, պայմանավորվեն եւ ասեն, իշխանությունը նուրբ ձևով փոխանցում ենք մեկից մեկին։ Եվ դա կառավարելի համակարգ լինի, որի հետ կարող են իրենք աշխատել, բան պայմանավորվել եւ այդ մարդիկ կարող են տիրապետել եւ զորքերին, կարող են տիրապետել նաեւ միջուկային ճամպրուկին եւ մնացած հարցերին։ Ում միջոցով կարող է պայմանավորվածություն լինել։ Միանշանակ Չինաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ պայմանականորեն ասենք ՆԱՏՕ-ի եվրոպական ազդեցիկ երկրների միջեւ, որովհետեւ իշխանափոխությունը պետքա տեղի ունենա անցնցում, բայց որպեսի դրան հանկարծ որևէ մեկը իշխանության ներսում դավադրության հետ կապված խնդիր չունենա, ի վերջո կարող է նաև գտնվեն մարդիկ, ովքեր Պուտինի կողմից են եւ դա բացահայտեն, այնուամենայնիվ իրանք կցանկանան, որ ներսից պայթացնելուց կամ ներսից քայլանելուց առաջ դրսից ունենան անվերապահ աջակցություն։ Նշանակում է, որ այդ որոշումը կայացված է այլևս։ Դետալները այլ հարց է, որը որ բնական է կարող եմ ես չիմանալ, որտեղից իմանամ։ Ես վերլուծությամբ եմ ասում այդ որոշումը կայացված է։ Իսկ այդ որոշում կայացված լինել ինչ է նշանակում։
պատերազմի մեղքը պետք է գցել Պուտինի վրա, պատերազմի մեղքը պետք է գցել Պուտինին սպասարկողների վրա, մերձավորագույն իր շրջապատը, իշխանությունը վերցնողն էլ է Պուտինի շրջապատից լինելու, որ Պուտինի դեմը վազվզել է եւ արդարացրել դրա արածը։ Սա է դաժան իրականությունը։ Ով որ փաստացի կարող է իշխանություն ունենալ եւ կառավարելի պահել պետությունը իշխանափոխության պարագայում, նա էլ իրանց գործընկերն է, նա էլ բարեփոխիչն է։ Դա է դաժան իրականությունը, պետք է հաշվի առնենք դա։ Այսինքն, այս պարագայում գնալու է այդ ճանապարհով։ Ինչքան ձգձգվեց, այնքան Ռուսաստանը ավելի մեծ կորուստներ է ունենալու։ Որովհետև բայց ձգձգվելը կախված չի միայն նրանից, որ ներսից չեն շտապում Պուտինին գահանկեցանել։ Կարող է ֆալշ ստարտ տան եւ որի պատճառով ձախողվի դա։ Գիտեք, որ նման կարգի բռնապետերի դեմ կատարած քայլերը միշտ չի որ առաջի փորձից հաջողություն ա ունեցել, բավական լրջորեն դա հաշվարկում են։ Եվ այդ պարագայում հիմա, բայց հարց է ծագում, իսկ Ուկրաինային ձեռնտու է պատերազմը շարունակել, մտցնել Ռուսաստանի տարածք, գնալ ագրեսորին իր բնում խեղդել, թե պատերազմը դադարեցնել սահմանի վրա, բայց պայմանավորվել Ռուսաստանը հետ քաշվի։ Իհարկե Ուկրաինայի համար տեսականորեն ձեռնտու է գնալ հենց բնորանում խեղդել ագրեսորին, բայց ամեն օր Ուկրաինան կորուստ է տալիս, ամեն օր իր տարածքը ավերվում է, շատ դժվարությամբ են կարողանում զորքին պահեն մարտական ոգին, շատ դժվարությամբ զոհեր են, ավերածություններ են, դժվարություններ են, այդքան հեշտ չի, ինչը մենք խոսում ենք անընդհատ Ուկրաինայի հասցված հարվածներից, բայց Ռուսաստանն էլ է հարված հասցնում, չէ՞, Ռուսաստանն էլ հարվածը հասցնում բնակավայրերին, բայց մենք էլ դա էլ գիտենք։ Այսինքն Ուկրաինան կցանկանար նույնիսկ եթե հետագայի համար վտանգը այնուամենայնիվ շարունակում է մնալ, պատերազմը այսօր էս առաջնագծում կանգներ, փաստաթուղթ ստորագրեն Ռուսաստանը հետ քաշվեր եւ վճարեր ռեպարացիա։ Բայց այնպես չի, որ դրանով չարիքը վերացված կլինի։ Իսկ եթե Ռուսաստանը դրան համաձայն չի, այսինքն Ռուսաստանն ասում չէ, պետք է շարունակենք, եթե դու չես զիջում, շարունակում ենք։ Այսինքն ուզի Ուկրաինան էլ է շարունակում։ Իսկ եթե Ուկրաինան շարունակում է, արևմուտքի հետ կապված ինչով է բարենպաստ։ Նրանք լավ զինվում են, Ուկրաինային լավ զինում են, տեխնիկա տեխնոլոգիայով, Ուկրաինան շատ ծանր հարվածներ է հասցնում, իրանք ասում են, որ մենք այն ինչ որ անում ենք, մենակ այս պատերազմի համար չենք անում, այլև հետ պատերազմյան ամբողջ շրջանի համար ենք անում, ու եթե վաղ եղավ այնպես, որ ուկրաինական բանակը մտավ Ռուսաստանի տարածք եւ Ռուսաստանին խաղաղություն պարտադրվեց Ռուսաստանի տարածքում, արդեն դա ռեպարացիա չի, արդեն դա կոնտրիբուցիա է, արդեն դրանով կարող են Ռուսաստանի տարածքները համաձայն փաստաթղթով անեքսիայի ենթարկել, իսկ Ռուսաստանը չի կարող ասել, ես ինչ եք անում, իմ տարածքի հետ ինչ գործ ունեք, որովհետև Ռուսաստանը ճանաչում էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը մի քանի փաստաթղթով։ Բա ինչպես եղավ, որ ինքը մտավ Ուկրաինայի տարածք։ Շատ մարդիկ էլ Հայաստանից ասում էին, այո, ճիշտ է արել, լավ է արել, ուժեղա մտել է, լավ է արել։ Այսինքն դուք չեք ճանաչում ՄԱԿ-ի անդամ պետության իրավասությունը, այլ ճանաչում եք ուժի իրավունքը, բա հետո էլ զարմանում եք, որ եվրոպական երկրներն ասում էին, Ռուսաստանն ասել է, ցանկանում են վերականգնել ցարական Ռուսաստանը, ցանկանում են վերականգնել Խորհրդային Միությունը։ Ցարական Ռուսաստանն էլի տարածքներ ուներ, հաշվառելով նաև Ֆինլանդիան, հաշվառելով Լեհաստան եւ այլ եւ այլ։ Այդ իսկ պատճառով մարդիկ ասում են, այսինքն մենք պետք է թողնենք դու թույլին հաղթես Ուկրաինային, որից հետո հեշտությամբ հաղթանակից հետո հերթով մտնես մեր տները, ավելի լավ չի մենք առաջի ճակատի ժամանակ օգնենք Ուկրաինային, թեւութիգու կանգնենք, միավորվենք եւ Ուկրաինան էլ ինքը ասում է փողը տվեք, զենքը տվեք, ես կռվող եմ։ Ինչ պետք չի ձեր զորքը տակ։ Եվ այդ դեպքում հարց է առաջանում, ասում է, բա ում մտքով կանցնել Ռուսաստանը հիմա Եվրոպայի դեմ է կռվում։ Հա, Եվրոպայի դեմ է կռվում։ Բան չէ անարդար համարում, որ ուժերի իրավունքով կարող է որևէ մեկը մտնի Ռուսաստանից տարածք վերցնի։ Բայց չէ որ ընդհանրապես վերջերս ուժերի իրավունքով ուզում եք Ռուսաստանը Ուկրաինան օկուպացնի։ Բա հիմա ուժերը այն մյուս կողմն է։ Այդ նույն իրավունքից է օգտվում, որովհետև միջազգային իրավունքը չի հարգվում։ Սկսած նրանից,
որ ամեն անգամ, երբ որ ասում են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանը խորհրդային միությունը հաղթել է, ինքը երբ է պարտվել, հերթով չհիշացնեմ ռուս-ճապոնական պատերազմով պարտվել, չհիշացնենք Ղրիմի պատերազմի հետ կապված ինչ եղավ, տարբեր բաներ չհիշացնենք նաև երկրորդ համաշխարհային, առաջին համաշխարհային պատերազմի ձախողումը, որի արդյունքում հեղափոխության արդյունքում երկիրը տապալվեց, չհիշացնենք, որ երկրորդ համաշխարհային պատերազմում բոլորն էին օգնում խորհրդային միությանը ընդդեմ նացիստական Գերմանիային, իսկ հիմա նրանք հավաքված են բոլորը Ռուսաստանի դեմ, այդ ում է Ռուսաստանը մենակ հաղթել, այն մնացած բոլորի, բա Ուկրաինայի դերակատարությունն այնքան մեծ էր, որ նա 1945 թվականի հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի հիմնադիր 51 անդամ երկրներից մեկն էր, չլինելով անկախ պետություն։ Բա ինչ Ամերիկան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան պարտված կողմ է, լավ, Ճապոնիային չասենք։ Այդ ինչի պետք է համաձայնվի, որ խորհրդային միությունը 3 ձայն ունենա ՄԱԿ-ում։ Նոր ստեղծվող կառույցը հակահիտլերյան կոալիցիան կառույց է ստեղծել։ Նրանք չէին ասում Ռուսաստանին 3 ձայն տանք, այլապես Ռուսաստանի սովետական ֆեդերատիվ հանրապետությանը կտային։ Նրանք ասում էին անուրանալի ծառայություն է Հիտլերի դեմ, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում, չնայած իրականում նացիզմը ֆաշիստ չի, ֆաշիզմը իտալականն է, այդ խորհրդային միությունից է մնացել ֆաշիստական Գերմանիա արտահայտությունը։ Այսինքն նացիզմի դեմ տարած հաղթանակի այդ ծառայության համար աշխարհը որոշեց, որ պետք է Ուկրաինան ու Բելարուսը լինեն ՄԱԿ-ի անդամ։ Իսկ այդ դեպքում Ռուսաստանը չէր, այլ խորհրդային միությունն էր։ Ճանաչեց Ռուսաստանը այդ ամեն ինչը, ճանաչեց ստորագրված փաստաթուղթը Ուկրաինայի հետ, տարածքային ամբողջականության ճանաչումով, դեմարկացիա դելիմիտացիայով, Բուդապեշտի մեմորանդումով, ոչ մեկով, ասեց գործում է ուժեղի իրավունքը։ Բացի դրանից չենք մենակ դա ասում։ 99 թվականի նոյեմբերի 18-ին ԵԱԿ Ստամբուլյան գագաթնաժողովի ժամանակ նոր աշխարհակարգի հետ կապված նոր իրավիճակի խորհրդային միության փլուզումից հետո չորոշին նստեն Եվրոպայի անվտանգության խարտիան, ստորագրեն բոլոր անդամ պետություններով, դրանով իսկ ճանաչեն տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար։ Ռուսաստանն էլ է ստորագրել, Ուկրաինան էլ է ստորագրել։ Այսինքն եթե դուք խոսում եք ուժի դիրքից, ուժերը փոխվեց, դու էլ որևէ փաստարկ չես ունենալու։ Իսկ այդ դեպքում հարցը ծագում։ Ռուսաստանն ասում էր բոլորից պետք է վերցնեմ։ Ճապոնացին հիշելու է իր Կուրիլյան կղզիների 4 կղզիների մասը։ Ղազախստանը հիշելու է, որ ահագին տարածքներ Իրանից վերցրել են։ Մոլդովան հիշելու է Մերձ Դնեստրը։ Աբխազիա, Հարավային Օսիա հիշելու է Վրաստանը։ Ղրիմ եւ մնացած տարածքները Ուկրաինան։ Ֆինլանդիան ուզելու է Կարելիան, Գերմանիան ուզելու է Քյոնիգսբերգը, Արևելյան Պրուսիան, Շվեդիան ուզել է Սանկտ Պետերբուրգի ամբողջ տարածքը Լենինգրադի մարզը, Բարենցի ծովում ուզելու է Նորվեգիան տարածքները, մոռացել եք։ Չինաստանը էլ չասեմ, Չինաստանն արդեն տեղավորվել է, ոտը ոտին գցած արդեն այդ տարածքներն իրան է համարում։ Այսինքն բավական է միած սխալ։ Չճանաչես աշխարհակարգը, ասես ուժի դիրքերից աշխարհը վերաբաժանում ենք, եթե ուժեղը դու չես, ուրեմն վերջ։ Իսկ հիմա որ այդ բոլորը ցանկանում են պատերազմը երկարի, ինձ թվում է որևէ մեկը չեք կասկածում։ Միակ երկիրը, որը չի ցանկանում երկարի, դա Ուկրաինան է։ Բայց եթե Ուկրաինան ասում է, ես իմ տարածքը չեմ զիջելու, Ռուսաստանը չի համաձայնվում դուրս գա այդ տարածքից, պատերազմը շարունակվում է, Ուկրաինան շարունակում է։ Բայց եթե պատերազմը շարունակվեց, Ռուսաստանը գնալու է քանդվելու։ Ուրիշ տարբերակ չկա, ներսից պայթելու, որտեղ դրսի ճնշումը արդեն մեծանում է իր վրա։ Որտեղ այդ բոլորն ասում են նոր աշխարհակարգ է լինելու, Ռուսաստան դու մեզ բոլորին վախեցրել ես։ Մենք իդեմս քեզ վտանգ ենք տեսնում։ Բայց ամեն ինչը Հայաստանին չի վերաբերվում, ժողովուրդ ջան։ Բա Հայաստանը այսօր ինչ օրակարգով է շարժվում։ Չենք նայում։ Հայաստանը հիմա դուրս է եկել Ռուսաստանի ազդեցությունից, լուրջ, կարող է դուրս է եկել, ես տեղյակ չեմ։ Ամեն օր բացատրում են, դուք չեք տեսնում ինչ է կատարվում։ Դուք չեք տեսնում, որ այսօր Ռուսաստանը չի կարողանում ոչ միայն վառելիք չունի բերք հավաքի, հավաքած պահեստավորած բերքը, ցորենը, հացահատիկը չի կարողանում երկրից հանի։ Ինչու՞, որովհետև այդ բոլոր անցման տեղերը Ուկրաինան հարվածել է։
Ազովի ծովով սկսած Կերչի նեղուցով դուրս եկած։ Դուք ընդհանրապես տեխնիկապես պատկերացնում եք այդ ծորենը որտեղից անելու։ Այն ժամանակ Ռուսաստանն ասում է դե ինձ հետ պայմանավորվեք, որ թույլ տամ Ուկրաինայի ծորեն հանեն։ Հիմա այսօր Ռուսաստանը պետք է խնդրի, ասի թողեք այդ ծորենը հանենք, որովհետև որոշ տարածքներում կարող է սով առաջանա, եթե չկարողանան այդ հացահատիկը հանեն։ Մոռացել եք, որ ուկրաինական ծորենը գողանում էին վաճառում ռուսները։ Հիմա այսօր իրավիճակը փոխվել։ Չի կարող ասի մարդասիրական նպատակով թույլ տուր այդ ծորենը հանենք։ Ռուսաստանի մարդասիրականը ո՞րն է։ Մարգաստաններն ավելի մեծ մարդասիրականը ո՞րն է։ Գնացել են ռուս ժողովրդին պաշտպանենք Ուկրաինայի տարածքում։ Այդ բնակավայրերը մի հոգի ապրում, հա, քանի մարդ է ապրում ռուս, որի իրավունքները պաշտպանվելու է կամ այդ ավերած քաղաքներն ով է սարքելու։ Այս ամեն ինչը Հայաստանին չի վերաբերվում, ու մի բան էլ ասեմ։ Երբ որ մենք ասում ենք, որ Պուտինը սխալ է, շատ դեպքերում Ռուսաստանից ասում էին, որ գիտեք ինչ, այսքան հայ է ապրում, համարյա Հայաստանի չափ հայ է ապրում, ախր որ դուք Պուտինին քննադատում եք, մենք կարող է խնդիր ունենանք, իհարկե միշտ ասում ենք, որ այս ինչ աբսուրդ է, ինչ է նշանակում Պուտինին քննադատել, կարող է խնդիր ունենանք։ Ես Արգենտինայի ղեկավարի մասին եմ խոսում, Բրազիլիայի, Ամերիկայի, Ֆրանսիայի, մյուսի, ոչ մի երկրից ինչ չեն զանգել կամ գրել ասել, բա դու ինչպես ես քննադատում այսինչ երկրի ղեկավարին, բա որ մենք խնդիր ունենանք։ Ավելի աբսուրդ բան, քան քու քաղաքացին, քու հարկատուն, որն ունի իրավունքներ ու պարտականություններ, քու երկրում ապրում է, քու քաղաքացուն ասում ես ես քեզ կճնշեմ նրա համար, որ քու պատմական հայրենիքում ինչ որ մեկը նստել է, ինձ քննադատում, հա։ Ժողովուրդ ջան, բա այդ որտեղ եք ապրում։ Կողքերդ մի հատ նայեք։ Ինչ եմ ասում։ Այն ժամանակ մեղադրում էին, որ Ռուսաստանին քննադատելը խնդրեմ է։ Հիմա այդ նույն մարդիկ Ռուսաստանից մեղադրելու են Հայաստանի սուտի ակլորներին, Պուտինամերներին։ Ասեն դուք տենց ոգևորված, որ Հայաստանից ասում եք Պուտինը ճիշտ է, ինչի եք մեզ հարվածի տակ դնում։ Պուտինը այսօր կա, եկուտ չկա։ Մեր երեխեքին են կռիվ տանում։ Մենք ենք այսօր հարվածների տակ, մենք այսօր հաց չունենք, մենք այսօր բենզին չունենք։ Դուք ինչ եք ասում։ Մենք ենք աշխատանք կորցրել։ Չզարմանաք, վաղը մեղադրելու են Հայաստանից Պուտինին գովացողներին, որ ձեր հիմարության պատճառով մենք հարվածի տակ ենք ընկնելու Ռուսաստանում, դատելու են մի հատ ազգի, որ ասեն դուք եք խրախուսում պատերազմը։ Դուք չեք տեսնում, որ իրավիճակը փոխվել։ Դուք նույն տեմպով շարունակում եք ռուսական գիծը տանել։ Իբր թե դուք պաշտպանում եք Ռուսաստանի հայությանը։ Դուք հիմա Ռուսաստանի հայությանը հարվածի տակ եք դնում։ Խրախուսելով ագրեսորին, որը արդեն ճակատագիրը նրա արդեն գրված է, ժողովուրդ ջան, նա գնացող մարդ է, վերջ, նրա հետ կապված ոչ թե գնացողը երբ քեֆը գտա կգնա կամ էլ թե չէ երբ կմեռնի, չէ, որոշումը կայացված է։ Ուղղակի կախված է նրանից թե ինչ արագությամբ նա պետք է գնա, որի արդյունքում լինի անցնցում ու անվտանգ։ Այո, չզարմանաք, դիկտատուրան պահպանվելու է։ Առաջի փուլում դրանից են կողմ ոչ մի բան չեն անելու։ Դուք ինչա կարծում եք սեպտեմբերի 20-ի ընտրություններով երկրում իշխանությունը որ փոխվեց, երկիրը կայունա դառնալու, այսքան սենց սեղմած վիճակում պահած երկիր է։ Իհարկե չէ։ Դրա համար ժողովուրդ ջան, մենք լուրջ անելիք ունենք ոչ միայն այն առումով, որ մի հատ հստակ վերանայենք մեր երկրի ապագան։ Մեր երկրի այս լարվածության, այս անորոշության, այս ամեն ինչի մեջ ինչքան ուզում եմ չափազանց կարևորեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների հեգեմոն դերը, չեմ վախենում այդ բառն օգտագործելուց, հեգեմոն դերը աշխարհում, որ կուզենան, որ դա իրոք վերականգնվի։ Միևնույնն է, համակարգային առումով մեր երկրի ապագան Եվրամիությունն է։ Եվ անվտանգային, եւ ռազմաքաղաքական ու տնտեսական առումով։ Շարունակենք Եվրոպական հանձնաժողովի նախագահ դե Եվրամիությունից ասեցի անցանք Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այսօր առավոտյան Կիև է ժամանել։ Ժամանումից հետո նա հայտնել է, որ կհայտարարի եվրոպական եւ ուկրաինական պաշտպանական արդյունաբերությունների ինտեգրման խորացման ուղղված նոր քայլերի մասին։ Սա հատուկ պահ է,
Ուկրաինան ստեղծել է ուժեղ ռազմական դինամիկա, ուժերի հավասարակշռությունը փոխվում է։ Ես կհայտարարեմ մեր պաշտպանական արդյունաբերությունն ինտեգրվելու նոր նախաձեռնությունների մասին, որպեսզի մենք կարողանանք ավելի շատ եւ արագ արտադրել։ Մենք շատ կքննարկենք ԵՄ-ի անդամակցությունը եւ այս ձմռան նախապատրաստական աշխատանքները։ Այսինքն դուք տեսնում եք, որ հետևողականորեն գալերն առաջ են տանում, Եվրամիության անդամակցության հետ կապված օրակարգը չեն պատրաստվում վերանայել, իհարկե դժվարություններ պարբերաբար առաջանում է, մեկը դեմ է մյուս եւ այլ, բայց միևնույն ժամանակացույցը ունեն մինչեւ 2030 թվական, իսկ այս խորհրդարանը համարում է, որ լավ կլինի մինչև իր պաշտոնավարման ժամկետը 2029 թվական ավարտած լինի, բայց նույնիսկ Ուկրաինայի հետ կապված ասում են, եթե կարողանանք, կարող է ավելի առաջ գցենք, քան անգամ այդ ժամանակացույցը, որը հետը ունենք, որովհետև բավական շոշափելի հաջողություններ է գրանցել այդ ուղղությամբ։ Եվ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը գնալով եւ նաեւ ցույց է տալիս վերաբերմունքը Եվրամիության, որ եկել ենք միասին աշխատելու ենք, ֆինանսավորման հարցերը լուծում են, հազարով մի խնդիրներ լուծում են եւ այդ պարագայում նաեւ մենք էլ պետք է հասկանանք, ժողովուրդ ջան, որ ի վերջո մեր երկրի ապագան մենք ինչպես ենք տեսնում։ Մեր տարածաշրջանում, եթե մենք ասենք լավ է, բոլորից ձեռքաշենք մեր տարածաշրջանում հարմարվենք ռեգիոնալ քաղաքականություն վարենք, այդ ռեգիոնալ քաղաքականությունը ում շահն է, ում հետ համընկնում։ Իրանի շահը Թուրքիայի, Իրանի շահը Ադրբեջանի եւ մնացած բոլորի շահերը համընկնում է Ռուսաստանին էլ 3 գումարած 3-ով տարածաշրջանի խաղացող ենք համարում։ Մենք իսկապես համարում ենք այս պարագայում մի հատ է շիլաշփոթն էլ դրան գումարած, որ դեռ չգիտենք թե թրիփը կաշխատի թե չէ, բայց արդեն գիտենք, որ Իրանը դրան դեմ է, եթե իրանք համաձայնության չգան։ Հիմա հարցը դա չի, թե թրիփի հետ կապված կառավարիչը կլինի ռուս, որը որ կլինի Ամերիկա բնակ ռուս, որը որ Հայաստանում էլ ռուսական կապիտալով ընկերության մեջ բաժնեմաս ունի։ Դա դնենք մի կողմ, հետո խոսանք, դա չի այդքան կարևոր, նա չլներ մի ուրիշը կլներ, այդ կքննարկենք, բայց մենք տեսնում ենք, չէ՞ այդ խնդիրները լուծված չի մեզ համար։ Մի անգամ գոնե հեռանկարային պետք է կարողանանք որոշում կայացնենք, որ մեր երկրի ապագան տեսնենք մի այնպիսի համակարգի մեջ, իսկ այդ դեպքում, եթե այդ համակարգը կգա Վրաստանով կհասնի Հայաստան եւ կգա իր տեղը կզբաղեցնի, ընդլայնվելով հասնելով մինչեւ այդտեղ, արևմուտքը արևել, հարավը հյուսի հետ կապելու հետ կապված, այլևս այդ հանգամանքի ու այդ փաստի հետ հաշվի կնստեն, բոլորն է շատ լավ էլ կաշխատեն Եվրոպայի հետ։ Թուրքիան պետք է ասի, ես ինչ խնդրեմ ունեմ Եվրոպայի հետ, Ադրբեջանը պետք է ասի, ես ինչ խնդրեմ ունեմ Եվրոպայի հետ, հիմա էլ եմ աշխատում, Իրանը պետք է ասի, ինձ համար դեպի Եվրամիություն ճանապարհ է բացում, մենք ինչ խնդրեմ ունենք, կարևորը Եվրոպան է, Ամերիկան չի, Ամերիկայի հետ ավելի ագրեսիվ է ստացվում, ոչ մեկը դրանից դժգոհ չեն ելնելու։ Իսկ այդ պարագայում Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ Հայաստանի տարածքով լավ էլ կօգտվեն, եթե Եվրամիության տարածքը, բայց մեր տարածքը կլինի անձեռնմխելի։ Մեր տարածքի նկատմամբ ոտնձգությունը մտներից կհանեն։ Բա դա է, որ մենք ուզում ենք, որ հասնենք դրան։ Ի վերջո էլի այդ նույն ճանապարհը կանցնի, բայց չի անցնի մեր հաշվին, կանցնի մեր շնորհիվ, կանցնի լուրջ ձևով կոմունիկացիոն հնարավորություններ ունենալով եւ անվտանգության երաշխիքներով։ Իսկ հիմա նայենք Իրանի հետ կապված։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է, որ հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է իրականացրել Քուվեյթում եւ Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա, ոչնչացնելով զենքի պահեստներ։ Այս մի քանի օրը շատ մեծ ինտենսիվությամբ փոխհրաձգություն ա գնում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան, մենք կպատասխանենք Թրամփի հռետորաբանությանը գործողություններով եւ կպաշտպանենք մեր հողի յուրաքանչյուր թիզը։ Սա էլ Իրանից պատասխան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ամերիկացի զինվորականները կշարունակեն հարվածներ հասցնել Իրանին առաջիկա օրերին եւ հաջորդ շաբաթ, եթե Իրանի ներկայացուցիչները չվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։ Հաջորդ շաբաթը շատ վատը կլինի նրանց համար, որտեղ հաջորդ շաբաթ հերթը կհասնի էլեկտրակայաններին, կամուրջներին։ Մենք շարքից կհանենք նրանց բոլոր էլեկտրակայանները, մենք շարքից կհանենք նրանց բոլոր կամուրջները, եթե նրանք չնստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ կարող է նաև հարվածներ հասցնել Իրանի աղազերծման օբյեկտներին, եթե դա անհրաժեշտ համարի։ Հիմա տեսնում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, այո, նաև հիմա ավելացրել է իր
գերշահերի հետ կապված նաև Հորմուզի նեղուցով բանի մաքսատուրքեր նշանակելու խնդիրները, բայց միևնույն է դա լուրջ խնդիրներ է առաջացնում իր համար, նաև իր բարեկամ պետությունների հետ կապված։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության պաշտոնական էջում գրված է. ԱՄՆ Իրանի դեմ հարվածների նոր ալիք է սկսել, հարվածները նախատեսված են հետագայում նվազեցնելու այն ռազմական կարողությունները, որոնք իրանական ուժերն օգտագործել են Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության վրա հարձակվելու համար։ Մի քիչ տարօրինակ է, որովհետև ինչքան մենք հիշում ենք, Դոնալդ Թրամփն ասում էր, որ ընդհանրապես նավատորմ չունի, վերացել է, Իրանի նավատորմ գոյություն չունի, բայց հիմա պարզվում է, որ այնքան ունի, որ խնդիր է առաջացնում Ամերիկայի համար, ստիպված նորից հարվածում է։ Բայց դրա համար շատ դեպքերում ասում ենք, որ իրականությունից կտրված բաներ են ասում, բայց մենք էլ պետք է մտածենք, չէ՞, մենք էլ պետություն ենք, որը պետք է գործի առանց սխալվելու իրավունքի։ Մենք այդ ռեսուրսը չունենք, որ սխալվելու իրավունքով գործենք։ Ու այդ պարագայում դրա համար ուշով հետևում ենք, շատ ավելի կարևոր է մեզ համար ուկրաինական պատերազմի արդյունքն ու իրանական պատերազմի արդյունքը, քան անգամ իրենց համար։ Ռուսաստանը ինչ է վիճակի էլ բաժանվի, տակը ինչ որ բան կմնա։ Հայաստանը այնքան փոքր է, որ մենք բաժանելու բան չունենք, տակը ոչինչ չի մնա։ Իրանն էլ ինչ էլ լինի, տակը մի բան կմնա։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, Իրանը կշարունակի հարվածնել հասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը։ Այս մարդիկ պատրաստվում են հաղթանակի, այս մարդիկ չեն պատրաստվում կապիտուլյացիայի, ժողովուրդ ջան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող բեռների նկատմամբ 20% վճար սահմանելու իր նախորդ առաջարկից, հայտարարելով, որ դրա փոխարեն Պարսից ծոցի երկրները Միացյալ Նահանգներում կիրականացնեն առևտրային և ներդրումային ծրագրեր։ Իհարկե դե չգիտեինք, որ Դոնալդ Թրամփը ընդամենը մի օրում հրաժարվելու է, երեք սրա մասին էինք խոսում, այս ինչ ես անում, այ ընկեր, ինչ հարց է, ինչ ես դնում, ինչ խնդիր ես առաջ քաշում։ Ընդամենը մի օր տևեց իր ասածը, որ հասկացա, որ դա իրականություն չի դառնա, առավելևս դու ոնց ես կանգնում, այդ վարձավճարներ ես դնում այն երկրների նկատմամբ, որի մասին խոսում էինք, որոնք քո գործընկերն էին, որոնք նավթի հետ կապված համագործակցում են, աշխարհում գնի որոշման, քանակների որոշման հետ կապված պարբերաբար քո հետ գործընկեր են։ Ոնց ես այդ մարդկանց նեղացնում։ Հիմա ասում դե լավ, դե ես որ իրանց վրա վարձավճար չեմ դնելու, ուղղակի իրանք ներդրում կանեն մեր երկրում։ Այդ ուրիշ խնդիր է, որ իրանք ներդրում անեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կուզեն կանեն, չեն ուզի չէ, կամ ինչ ծավալի կանեն, մինչև էլ Դոնալդ Թրամփը դե գնացել պայմանավորվել էր, որ նրանք ներդրումներ անեն, Սաուդյան Արաբիայից էլ էր սպասում, Էմիրատներից էլ էր սպասում, Քաթարից էլ էր սպասում, բարձ է։ Բայց խնդիրը գոնե ամոթ էր, էլի, գոնե լավը հասցրեց մի օրվա մեջ իր խոսքը փոխի վերանայի, էլի։ Թե չէ սենց ամեն ինչին փայ մտնելը լուրջ չէ, էլի, ժողովուրդ ջան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ. Իրանի ռազմական հզորությունն այժմ ընդամենը չնչին մասն է այն բանի, ինչ եղել է 4 ամիս առաջ։ Այդ պատճառով Իրաքն այլևս խնդիր չի ունենա Իրանի հետ։ Նրանք առաջինը կրակեցին, եւ դա նրանց կողմից մեծ սխալ էր։ Առաջինը կրակելը, որովհետեւ մենք նրանցից ամբողջությամբ դուրս ենք հանում այդ ագրեսիան։ Իդեպ հարցը նայենք այսպես էլի, հիմա մեղադրել, թե Իրանը ագրեսիա է բանացնում Իրաքի նկատմամբ, գոնե Դոնալդ Թրամփը մի քիչ, շատ չեմ ասում, շատ իրան պետք չի, որովհետև եթե ինքը շատ բան իմանար պատմությունից, շատ լրիվ իր քայլերը լրիվ ուրիշ բանի նման կլինեին, բախտը բերելա, որ ինքը շատ հեռու է պատմությունից, բայց որքան հիշողությունից չի դավաճանում, Իրաքը հարձակվեց Իրանի վրա։ Իրաքը սկսեց պատերազմ։ Իսկ պատերազմի պատճառն ինչ էր։ Պատերազմի պատճառը այն էր, որ sense տենես որ կողմին լսես դուս կգար, որ ինքը ճիշտ է։ Իրանը եւ Իրաքը, հա, սահմանային գետ կար։ Շատ էլ արաբ։ Եփրատը Տիգրիսը գալիս է, շատ էլ արաբ լցվում, այլ գնում է Պարսից ծոցա լցվում։ 195 կիլոմետրանոց գետ։ 82 կիլոմետրը Իրանի եւ Իրաքի սահմանն է։ Բայց ջուրը այնքան կարևոր է այդ երկու երկրի համար, դժվար չի պատկերացնել, հաստատ նավթից ավելի կարևոր է, որտեղ իրանք որոշում են, որպեսզի գնան վիճելի տարածքների հարցը լուծեն։ Իսկ ինչի էր վիճելի տարածք, որովհետև դա հողը հոսում էր։ Դրա համար 1975 թվականին Էջանակ Սադամ Հուսեյնը Իրաքի պաշտոնը երկրորդ դեմքն էր, 75 թվականին էլ դեռ Շահինշահ Մոհամմեդ Ռեզա Փահլավին կար։ Ալժիրի համաձայնագիր ստորագրեցին եւ որոշեցին, որ այդ սահմանը պետք է լինի գետի տալվեգը, այսինքն գետի մեջտեղը, հունը, այս
Սա է սահմանը։ Երկուսը ստորագրեցին, ձեր սեղմեցին, ամեն ինչ նորմալ լավ է։ Հավատ այդ գետը հունը փոխում է։ Տեղն են սա, որ հունը փոխում է։ Կայուն գրունտ չի։ Եվ ստացվում է այնպես, որ տարածքը վերցնում է, անցնում է դեպի Իրաքն է գնում բանին։ Գետը։ Իրաքն էլ ասում է չհասկացանք։ Բայց գիծը սա էր։ Հիմա գիծը այն կողմ է գնացել, բայց ցամաքի հողերը իմն է։ Հատկապես նավթով էլ բավական հարուստ իրանական Խուզեստան նահանգի մասին է խոսքը։ Իրանն էլ ասում է ժողովուրդ մի րոպե։ Մենք չենք պայմանավորվել, որ գետի կենտրոնն է, Տալվեգն է, մեր սահմանը։ Բայց դու ո՞նց ես եկել գետից այս կողմ տարածքը վերցնում, այսինքն դու ինձ գետից կտրում ես։ Հիմա այստեղ ով է ճիշտ, ոչ մեկ։ Երկուսն էլ ասես, երկուսն է ճիշտ են։ Մեկը ասում է փաստաթուղթը գրած է գետի հունը։ Հա, բայց մեռնեմ օրենքին։ Ինչ անեն, գետը այն կողմ է գնացել։ Այն է ցարեք թողում էլ այս կողմ գա, ես ինչ անեմ։ Այն մեկն էլ ասում է չհասկացանք, բայց գետը որ այն կողմ է գնացել, իմ տարածքը անցել է քեզ։ Ու դրա համար այդ հարցը լուծում չուներ, դրան պետք էր պատերազմ։ Պատերազմ, որ ավարտվեց անարդյունք։ 8 տարի կռվեցին, իրար կերան, սպանեցին, ավիրեցին, քայքայեցին երկու պետությունը, բառից բուն իմաստով հոգնեցին։ Որտեւ այդ հարցը սենսենից լուծում չուներ։ Եվ ի վերջո նույն Իրաքը դիմեց Իրանին, ասեց աղբոր պես կրակն ենք ընկել էլի, մի ձևը գտեք, այս պատերազմը դադարացնենք։ Եվ բավական մեծ հեղինակություն ունեցող Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանիին դիմեցին, որը որ Ղում քաղաքում հոգևոր կրթություն էր ստացել, որը որ հեղափոխության ժամանակ շատ լուրջ ֆինանսավորում էր արել, որը հետագայում նաև դարձավ Իրանի նախագահ, ինքը Իմամ Խամենեի հետ շատ մոտ էր, նա էլ հիվանդանոց պարկած էր, գնաց ասեց աղբոր պես բերես կռիվը թարգենք էլի, ասին իսկականից հա, ոնց որ մահանա էր ման գալիս էլի, որ նա Իրաքը ասեր, Իրանն էլ համաձայնվեր, Իրաքը ասեց, Իրանն էլ համաձայնվեց, մի տարի հետո էլ իհարկե Իմամ Խամենեին մահացավ, վատառողջ էր ինքը արդեն ու պարզապես հոգնել էին այդ պատերը, ու արդյունքում ոչինչ չեղավ, ունի այդ խնդիրը լուծում, համաձայն այդ պայմանագրի, ոչ չունի, ով էլ լինի այդ խնդիրը չի կարող լուծել, մի ձև կա, կամ պետք է Իրաքը քայքայվի ինչ-որ տարածաշրջանային աշխարհաքաղաքական կատակլիզմի պարագայում, որ այդ կոնֆլիկտը վերանա, կամ պետք է Իրանը քայքայվի ինչ-որ կոնֆլիկտի պարագայում, որ այդ խնդիրը վերանա, այլապես քանի դա կա, նա լսում ես ասում է գետնա սահմանը, նա լսում ես ասում է հողերը ցանցավ այն մյուսին։ Բայց ի վերջո Դոնալդ Թրամփը պետք է իմանա, որ պատերազմի նախահարցակը հենց Իրաքն էր, Իրանը չէր։ Իսկ այն որ այսօր Իրաքում վիճակը տենցել կայուն չի, մինչև այսօր, մի քիչ էլ թող մտածի, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ ոնց եղավ, որ գնաց հանեց Քուվեյթի վրա հարձակված Սադամ Հուսեյնին, բայց հետո որոշեցին Հուսեյնին տապալել 2003 թվականի պատերազմի ժամանակ, ու մինչև հիմա այդ երկիրը 20 տարուց ավել է խելքը գլուխը չի գալի։ Մի քիչ էլ թող մտածի ում մեղքով է, որ տենց է, որտեղ այնտեղ էլ ուրիշ շահեր կան, մանավանդ որ նավթ կա, ինչի մասին է խոսքը։ Սուլեյմանին շարունակում է Դոնալդ Թրամփը, գեներալ լեյտենանտ Խասեմ Սուլեյմանիի մասին, որը ղեկավարում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար Ղոդս ստորաբաժանումը, որը պատասխանատու էր Իրանի սահմաններից դուրս իրականացվող ռազմական և հետախուզական գործողությունների համար։ Ամբողջությամբ վերահսկում էր Իրանը։ Իրանի առաջնորդները վախենում էին Սուլեյմանիից, ես նրան ոչնչացրեցի, կարծում եմ Մերձավոր Արևելքը հավատացեք, թե ոչ միավորվում է, մենք ազատվում ենք Մերձավոր Արևելքի խուլիգանից, Իրանը Մերձավոր Արևելքի խուլիգանն էր, նրանք ահաբեկում էին Իրաքին, նրանք ահաբեկում էին ընդհանրապես բոլոր երկրներին, ամբողջ Մերձավոր Արևելքը ապրում էր վախի մեջ, այդ վախն այլևս չկա։ Իհարկե խիստ միակողմանի գնահատականներ, բացի այդ էլ որ միայն Սուլեյմանիի շարքից անելով իրավիճակա փոխվում, Դոնալդ Թրամփը այս վերջի Լա Սուլեյմանիին առաջի պաշտոնավարման ժամանակից սկսած էր ինքը բանանում, բայց հիմա մենք նայենք այս վերջի պատերազմը ինչ ցույց տվեց, որ իրանք բացարձակ չէին տիրապետում, որ Իրանը վաղուց ապակենտրոնացրել է իր կառավարումն ու ուժերը, ռազմական ուժերն ու կառավարումը։ Ասում են ինչ ա եղել, հոգևոր առաջնորդին խփեց, երկիրը պարալիզվելու է։ Պարալիզվեց, չէ, տեսանք չէ ինչ եղավ։
Այսինքն նույնիսկ միջև հիմա այդ պատկերացումը չունեն, որ մի գեներալի շարքից անելով այդ խնդիրը չի լուծում։ Բացի դրանից էլ Մերձավոր Արևելքում խնդիրը լուծել, մենակ Իրանի շարքից անելով հարցը լուծել եւ այլ շատ պարզունակ մոտեցում է։ Նշանակում է բացարձակ չտիրապետել իրավիճակին։ Պարզապես ուղղակի ասել դրա մասին ինչ որ մի բան։ Ինչի համար եմ ես դա ասում, որ տեսեք Զբիգնև Բժեժինսկին ժամանակին մի լավ բան էր ասում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներին խորհուրդ էր տալի. երբեք չորոշեք կառավարում հաստատել Մերձավոր Արևելյան տարածքի վրա, շահերը լրիվ տարբեր են, չես կարող անել այնպես, որ բոլորի սրտով լինի։ Պարբերաբար ունենալու ես պրոբլեմ, բոլորը նեղանալու են Ամերիկայից։ Մեկը որ լավ չես օգնել, մեկն էլ որ խանգարել ես։ Ամերիկան պետք է կետային մտնի մի հարց լուծի ու դուրս գա։ Չպետք է գնա եւ ինքը ամբողջական փորձի վերահսկողություն հաստատել այս տարածաշրջանում։ Հիմա Դոնալդ Թրամփը չգիտես ինչու ուղղակի ինքը տեղյակ չի, որ այդ ամեն ինչը վաղուց ժամանակի ընթացքում անցել է Ամերիկան ու տեսել է, որ այդ սխեման չի աշխատում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացվածության հարցը, ամբողջական ներկայացվածության եւ վերահսկողության հարցը չի աշխատել նույնիսկ Բժեժինսկու ասած ժամանակները։ Ուր մնաց հիմա առավել եւս դա հնարավոր չի, որտեղ Իրանը արդեն ուրիշ հրթիռներ ունի, Իրանը այլևս անօթաչու թռչող սարքեր ունի, հարստացված ուրան ունի եւ ոչ միայն Իրանը, շատ բան է փոխվել տարածաշրջանում։ Այս տարածաշրջանում այտենց ասել, էսա գամ նստեմ ու բոլորին բարեշացնեմ, մեկին էլ պատժեմ, մյուսները քխելոկանան, չի աշխատում, որովհետեւ հարցի լրջությունը, հարցի այն խորքային առումով Դոնալդ Թրամփը չի տիրապետում, իսկ ինքը մի խնդիր ունի։ Ինքը ուղղակի պրոֆեսիոնալ մարդկանց չի լսում, ովքեր էլ ասում են այո շեֆ ջան, դու ճիշտ ես, նրանք նույնիսկ եթե պրոֆեսիոնալ են, պետք է ոչ պրոֆեսիոնալ իրանց պահեն, այլապես կնեղանա կպատժի եւ կվերցնի 3 համար մեծ կոշիկ կհագցնի, ոնց որ պետք արտուարին։ Եվ որպեսզի ցույց տա ով է որոշողը, դու քանի համարի ոտ ունես, էլի։ Այսինքն այս ամեն ինչը իսկապես խնդիր է մեզ համար եւ պետք է նաև հասկանանք, որ գոնե լավ ինչ անում է, չի անում, Ռուսաստանի հարցը լուծի, Հայաստանն էլ այդ ամեն ինչի տակից դուրս գա, այս տարածաշրջանն էլ այդ ամեն ինչի տակից դուրս գա։ Մնացածը կասենք, դե լավ, մարդը ինչ ասեց, կամ ինչ արեց։ Այդ մի հարցը մինչև չլուծեց, չի լուծելու անգամ Իրանի հարցը, չի լուծելու որևէ ձևով այդ հարցը չի լուծվելու։ Մի ձև կա Ռուսաստանի ռազմավարական պարտության մատնել։ Դե ինչ Այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։